Մեր հասարակությունը մեծամասամբ հիվանդ է։ Մենք սիրում ենք ասել, չէ, առաջ մեր երեխեքին որ sense չեն կերակրում կամ առաջ որ այս բանը չենք ասում, բայց մենք այսինքն Հայաստանում նորմալ է, երբ որ մարդը ասում է 60-ից հետո դե շաքար ունեմ, ճնշում ունեմ, էս ունեմ, նորմալ չէ, 40-ից հետո նորմալ չէ, այսինքն լուրջ հիվանդությունների անունը տալիս, այսինքն շաքարային դիաբետ, մահացու լուրջ հիվանդություն է։ Դե շաքարով չունի, ճնշումով չունի։ Նորմալ չի նմանատիպ արտահայտություններ անելը։ Այսինքն ոչ թե արտահայտությունը նորմալ չի արտահայտությունը մոտեցում է նաև։ Մոտեցումը, հա, ու այս արտահայտությունների հենց տակ մենք ունենում ենք թաքնված հիվանդություններ։ Մինչ անկյալ հարց տամ, երբ որ արդեն արյունամիզությունն է, սա կարող ենք ասել, թե հիվանդության որ փուլում է արդեն բարձ, թե նայեք, առաջ մենք մտածում ենք, որ հա, արդեն վատ, բայց այս վերջի 1-2 տարում ես բազմաթիվ դեպքեր եմ ունեցել, որ առաջի աստիճանի, առաջի ստադիայի PTA, PT1 միզապարկյուռուսները արնահոսում են։ Ու այդ հիվանդներին, դա կապված է նաև, որ իրենք ճնշման համար գնացել են հիվանդանոց, իրենց ասպիրին են տվել, իսկ քանի որ դա զգայուն լավ անօթավորված զոնա է, սկսել արնահոսել, ու ասում են փառք տվեք Աստծուն, որ հա, ես հիվանդներին ասում եմ գնացեք մատաղ արեք, հա, չգիտեմ, ճնշման կամ ինչի համար իրենք խմում են կարդիոասպիրին, կարդիոմագնիտ կամ արյուն ջրի կասնող ուրիշ տեղեր, մենք ստե կոագուլյացիայի հետ խնդիրներ ենք ունել։ Դրա համար ուղղակի սա կոսֆինի մի լավ բան է եղել, կարդիոասպիրին համատարած խմում են, օր միզապարկյուռուս ունի որոշների մոտ ինքը սկսում է արնահոսել։ Երկրորդ դրա համար ստադիավորում չենք կարանենք, բայց այս պարագայում վազում ենք հիվանդանոց։ Աշխարհում մեկ-մեկ զարմանում են եւ որ Հայաստանում մենք նկարագրում ենք եւ զարգացած երկրներում, ես չեմ խոսում հետսովետական երկրներ, խոսում եմ զարգացած բժշկության, եվրոպական, Իսրայել, ԱՄՆ, Կանադա եւ մնացած երկրներում խոսում են, որ մենք կատարում ենք որոշակի վիրահատություններ կապված միզապարկի ծանր մետաստազավորված ուռուցքների հետ։ Իրանց մոտ դա կամ էմիգրանտներն են, կամ մեր երկրներից այն երկիր ժամանակ Իրանը։ Հա, ինչու շուտ չեք տեսել, որովհետեւ իրանց մոտ տարեկան 2 անգամ չեքափ անցնելը դա սովորական երևույթ է։ Իսկ ես նորից եմ կրկնում սոնոգրաֆիկ հետազոտություն կանեք, թե տղամարդիկ պոլիկլինիկայում կարող են անցնել անվճար։ Եթե գանգատ ունեն, գանգատել չունեն, մեծ գումարի հետ չի կապված ամեն դեպքում, եթե կարևորությունը գիտակցեն։ Մենք պետք է մեր ավագ սերնդին ապահովենք անվճար բժշկական օգնությամբ։ Սա շատ ամենակարևորը։ Օրինակ ես առաջնային խորհրդատվությունները միշտ որ 65-ից բարձր 70 տարեկան մարդիկ են գալու, գրեթե միշտ անվճար եմ անում։ Բժիշկ Դավիթ հիմա լսելու են գան, բայց թող գա։ Ես մեծ սիրով բոլորին կընդունեմ խորհրդատվությունները այդ տարիքային սեգմենտի համար անվճար են, որովհետև այդ տարիքային սեգմենտը Հայաստանում չի ստանում բարձր թոշակ, եկեք ճիշտը խոսանք։ Խորհրդային սերունդն է, ապահովագրություն չունի, խորհրդային սերունդն է, որը չի ունեցել ոնց որ ես օրինակ ես ավելի բարձր թոշակ եմ ստանալ, որովհետև ես ունեմ օգտվում կൂട്ടակային ֆոնդից, իրանք կൂട്ടակային ֆոնդ չեն ունեցել, պետությունը ապահովել, եկել է մի հատ կետի, երբ որ հնարավոր չի լինի այդ ապահովությունը, դրա համար փորձում ենք ամենախոցելի խավն են այս առումով։ Ես տատի պապիներին շատ եմ սիրում, իրենց հետ աշխատելը մեծագույն հաճույք է, միշտ թող ամենան մենք իրենց սիրով կընդունենք։ Հիմա գանք տատիկների մոտ։ Տատիկների մոտ նույն միզասեռական համակարգի նույն գանգատները արյուն տեսան, վազում են տատիները հիվանդանոց։ Հեշտոցի չորությունը։ Կլիմաքսից հետո մենք ունենում ենք հեշտոցի չորություն։ Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիայի ուղղացույցները հստակ ասում են, հեշտոցի չորությունը պատճառ է կրկնվող ցիստիտների։ Այսինքն, եթե կինը երկար տարիներ ունենում է կրկնվող ցիստիտ, պետք է ստեղ բացառել հեշտոցի չորությունը։ Ստեղ ինչ ենք անում, ներարգանդային սոնոգրաֆիկ հետազոտություն է պետք կատարել։ Ներարգանդային սոնոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերենք կա արդյոք պատճառ նմանատիպ չունենք հակացուցում էստրոգենային մոմիկների, հատուկ մոմիկներ են, այսինքն մենք կինը չի ունեցել իր մոտ էստրոգեն կախված որևէ ուռուցքային հիվանդություններ, այսինքն չի ունեցել այնտեղ տարբեր տեսակի այլ խնդիրներ, այս պահին չունի ուռուցքային process, որ մենք կարողանանք հանգիստ այդ մոմիկները նշանակենք։ Երկրորդը ստեղ պրոկտոլոգի հետ աշխատանքն է շատ կարևոր, այդ տարիքում շատ են լինում հեմորոյ, աղիքի ճակ եւ այլն։ Կինը, որ ունի հեմորոյ, կինը, որ ունի աղիքի ճակ, բացառված չի, որ ունենալու է ցիստիտ, որովհետեւ Escherichia coli-ն, որ աղիքային ցուպիկը, որը առաջացնում է ցիստիտը, ինքը սիրում է բազմանալ հետանցքում։ Իսկ գեմառոյը կամ աղիքի ճակը իրանք բաց արյունային համակարգ են, տաք միջավայր բակտեր են իր համար, պարկի ծովափին հանգստանում է։ Ու իրանք շատ հեշտ անցնում են դեպի միզուկից միզապարկ եւ բորբոքման են բերում։ Այդ տարիքի կանայք շատը հենց չեն բողոքում հենց բունցիստիտից, այսինքն իրանք միզապարկը չի բորբոքված, իրանք ասում են ներքևը, ավելի ներքևը միզելու վերջում, այսինքն միզուկն է բորբոքված իրանք մոտ։ Այդ համչորությունն է համակարգային ցուպիկի կոլոնիզացիան։
Պլյուս աղիքային ցուպիկը ունի չանչեր։ Ինքը չանչերով կպնում է մեր միզապարկի պատերին։ Մենք մեկ-մեկ որ բակտերիաների մասին խոսում ենք, ես որպես երիտասարդ գիտնական կամ բժիշկ sense ասեմ, մենք մոռանում ենք, որ մենք խոսում ենք կենդանի օրգանիզմի մասին, որը բազմանում, զարգանում, ապրում է նույն ցիկլը, ինչ որ մարդը, ճիշտ է, մարդը ապրում է 70-80 տարի, բակտերիան ապրում է 2 օր, բայց ինքը ապրում է կյանք։ Ու այդ կյանքում ինքը այն մեխանիզմները, որ Չարլզ Դարվինը ժամանակին նկարագրել է, որ ադապտիվ պետքա լինեն երկրագնդի վրա ապրելու համար, բակտերիան էլ ունի։ Ինքը ստեղծել է չանչեր, չանչերով կապտում է միզապարկի պատերին ու չի փոխվում։ Մենք պետք է միզապարկի պատերը հարթացնենք հատուկ դեղորայքի միջոցով, որ իրան գան թափվեն։ Այսինքն 60-ից կանանց ցիստիտի մենեջմենթի մեջ, այսինքն բուժման մեջ կարևոր է հեշտոցի չորությունը բացառել, հետանցքային process-ները եւ կատարել միզապարկի պատերի հաստատման process-ը։ Շիշկ վատթարագույն սցենարները նայենք եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ։ Տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղայի երիկամի, այդ թվարկեք թե չստացվի որ վախեցնում ենք, բայց ամեն դեպքում ասենք, որ եթե այս մի քիչ անհանգստացնող երևույթներին բանտեղ չդրեցիք, վերջը շագանակագեղձի քաղցկեղը ինքը դանդաղ զարգացող քաղցկեղ է։ Մենք ունենք փուլեր, որ ընդհանրապես չենք բուժում հիվանդին։ Այսինքն դա նախնական փուլեր ունենք, որ Հայաստանում մենք բուժում ենք, որովհետև մեր հայ պացիենտների գնահատականը ինքնագնահատականը չէ, ինքնասիրելու, այսինքն մարդը կարող ունենա իր երեխան ունենա խնդրեմ, ինքը իրան ուրանա։ Մեր հայ ազգի բնորոշ երևույթ է։ Մենք այդ ամեն ինչը հաշվի առնելով այդ մարդկանց չենք կարողանում թողնել առանց բուժման։ Որտեվ Եվրոպայի Urology ասոցիացիան ասում է կան փուլեր, որ նախնական, որ կարող է այնքան դանդաղ զարգանա ուռուցքը, որ մարդը լրիվ համընկնի կյանքի վերջի հետ ու պետք չի իրան տանել դեպի բուժման։ Այդտեղ նաև հաշվի առնում ապահովագրական ծախսերը, որ արվում է եվրոպական երկրներում, որոնք ցանկանում են կրճատեն։ Բայց եթե մենք ունենք արդեն Զապուշին ֆորմա, հա, կներեք ոնց ասեմ, բարձի թողի վիճակ, Օֆելիա ջան, մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ որ մետաստազներ ենք ունենում տարբեր օրգան համակարգում ու ցավալին է, որ մենք մետաստազներ ենք ունենում ոսկրերում։ Ոսկրերը դառնում են փխրուն, կոտրվող, անընդհատ կոտրվածներ, ծանր ցավեր եւ այլն։ Աշխարհում գրեթե մենք չենք ունենում նմանատիպ հանդիպող երևույթներ, Հայաստանում ցավոք սրտի ունենում ենք։ Ընդամենը պետքա ընդամենը 5000 դրամանոց, որ հուսամ հունվարից կդառնա ավճար, այդ 3-ից 5000 դրամանոց անալիզը հանձնում են։ Ախր գումարը չէ, էլի հարցը մշակույթի հարցն է ու ոլորտը, այդ որ շատ ամոթով ենք, շատ ամոթով ենք։ Գումար չունենք, ասում եմ ինչ ես ծխում, ասում եմ ասենք էս ինչ սիգարետը ու դու հաշվարկում ես, որ ընդամենը 5 տուփի գնով ինքը կարող է այդ անալիզը հանձնել, այսինքն սիգարետի գումար կա, բայց տարյան քննության գումար չկա։ Մշակույթի հարցն է ու այդ ամաչելը ու հենց այս համակարգերի մասով էլ իսկ կանանց դեպքում բարձի թողի վիճակը ինչի կբերի։ Դե քրոնիկ ցիստիտները իրանք շատ կներեք, ելի մասից մի քիչ հետ նստեմ, հա, քրոնիկ ցիստիտները իրանք շատ տհաճ երևույթներ մահվան չեն բերի, բայց էլ ինվալիդ հաշմանդամության կբերեն, բայց քրոնիկ ցիստիտները իրանք տհաճ են իրանց հետ ապրել։ Դե պատկերացրեք օրը 4-5 անգամ գնում եք զուգարան միզելու, ցիստիտ պարագայում ավելի շատ, ու ամեն մեկը ավարտվում է ծանր ցավով, այրոցով, վառելով, որ տարական ձեր բնական կարիք հոգալը ձեր համար լինում է տանջանք։ Երկրորդ միզապարկի ուռուցքները եւ մնացածը կարան տարածվեն, մետաստազավորվեն եւ այլն, եւ երիկամի ուռուցքները։ Կանանց սա շատ հանդիպող երևույթ է, որ կինը ունի քրոնիկ ցիստիտի պատկեր, բայց իր անալիզները միշտ մաքուր են, այստեղ մենք կարան գործ ունենանք միզապարկի լեյկոպլակիայի, միզապարկի նախաքաղցկեղային վիճակների հետ, կատարում ենք ցիստոսկոպիկ հետազոտություն, զննում ենք միզապարկի պատերը ու բուժում մարդկանց։